Բարի լույս սիրելիներս, խոսենք մկրտության կարևորության մասին։ Մկրտությունը ըստ նույն օրինակի ապրեցնում է ձեզ, ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված, Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։ Գնացած լինելով երկինք, նա Աստված կողմում է, և նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։ Սիրելիներս, մկրտությունը պարզ ջրով մի լվացում չէ, որ մենք կատարում ենք, այլ այդ ջրի միջոցով Սուրբ Հոգու ներգործությունն ու ներգործող ուժն է, որ հանգչում է մեզ վրա, որպեսզի մենք առնենք այն հանձնառությունը, որով պետք է ապրենք այս աշխարհի մեջ։ Որովհետև մենք մկրտությամբ որդեգրվում ենք Աստծուն, դառնում ենք ժառանգակիցը Քրիստոսի և տաճարը Սուրբ Հոգու։ Սարգիս շնորհալի վարդապետը շատ գեղեցիկ նկարագրում է, թե ինչ է կատարվում մկրտության պահին։ Նոյը ինքը իր արդարությամբ խորհրդանիշն է Հիսուս Քրիստոսի, տապանը եկեղեցին է, պատուհան բացվելը Հիսուսի կողի խոցելով բացվում է արքայության դռները մեզ համար։ Ագռավը մահն է, աղավնին Սուրբ Հոգին, ձիթենին ու տերևը Սուրբ Հոգու շնորհները, անձրևը Տիրոջ վարդապետությունը, իսկ ջրհեղեղը մկրտության խորհրդանիշը։ Տեսեք ինչքան գեղեցիկ է նկարագրված, ինչ է կատարվում մարդու կյանքի մեջ, երբ որ դու մկրտությամբ որդեգրվում ես Աստծուն, Աստված դառնում է քո հայրը, դու էլ դառնում ես նրա զավակը, որ փրկության հնարավորություն ունի, այն հանձնառությամբ, որ մենք պատրաստ ենք մի ամբողջ կյանք, ոչ միայն մեր մարմնի կեղտի լվացումով, այլ մեր հոգու անտեսանելի մեղքերը մաքրվելով դառնալ հավիտենական կյանքի ժառանգորդն ու ճամփորդը։ Եվ այս հաղթական զորությունը իր ձեռքը Հիսուս վերադարձավ երկինք, նստեց Հոր աջ կողմում։ Հոր աջ կողմը նստելը շատ մեծ հարգանք ու պատիվ է բոլոր այն արդար սրբակենցաղ մարդկանց, ովքեր կապրեն այս աշխարհի մեջ, Տիրոջ աջ կողմում պիտի կանգնեն։ Հաղթական զորությամբ Հիսուս մտավ երկինք, սիրելիներ։ Մինչ այդ ոչ ոք այդպես չէր մտել երկինք, անգամ Դավիթ թագավորը այսպիսի փառքով չէր մտել։ Երբ Հիսուս հաղթական զորությամբ վերադարձավ, բոլորը զարմացան, թե ով է որ գալիս է։ Դրա համար Սաղմոսած գրքի մեջ, ինչպես նաև մենք պատարագի ժամանակ եւ սկիհը վերաբերում ենք անում, բերում ենք դեպի քահանան, ինչ ենք ասում. Համբարձեք իշխանքս դրունզեր, այսինքն իշխաններ բացեք դեր դռները, որպիսի հավիտենական դռները բացի եւ մտնի թագավորը փառքի։ Ով է սա հաղթական Տերն է, որ հաղթել է պատերազմում եւ հիմա հաղթական գալիս է դեպի երկինք։ Եվ վախեցան հրեշտակները, զորությունները, տերության, այսինքն հրեշտակների բոլոր դասերը զարմացան, որովհետեւ Հիսուս, որ երկնքից իջել էր երկիր մարդացել էր, հիմա հաղթանակած մեղքի, սատանայի, մահվան դեմ մեծ հաղթանակ տարած փառքով վերադառնում է երկինք։ Այնպես էլ այս օրինակով, սիրելիներ, եթե մենք քրիստոնյաներս մկրտության միջոցով քրիստոնյա դառնալով այդ ներգործող ուժը մեզ վրա վերցնենք, պայքարենք մեղքի, անարդարության եւ վերջապես մեր կրքերի ու ցանկությունների դեմ հաղթենք, մեզ համար Տերը պիտի ասի. մտեք իմ Հոր ուրախության մեջ, իմ Հոր օրհնվածներ։ Այս փրկության համար է, որ Հիսուս իջել է մեզ համար, սիրելիներ։ Ուրեմն օգտագործենք մեր ժամանակը, ինչպես Առաքյալն ասում, այսօր է փրկության օրը, վաղը չէ, 1 տարի հետո, 10 տարի հետո չէ։ Այսօր, այս պահին, որ պահին, որ կյանքդ վստահեցիր Քրիստոսին, ուրեմն այդ հաղթական զորությամբ դու էլ մուտք պոտի գործես երկինք եւ Տիրոջ աջ կողմում փառավորված նստես։